Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր մենք պատրաստելու ենք անվախ շնիկը օրիգամի տեխնիկայով։ Ահա դասագրքում պատկերված է օրիգամի տեխնիկայով պատրաստվող շնիկի պատրաստման հաջորդականությունը, թղթի թեքման, ծալման, վերածալման հաջորդականությունը։ Դե ինչ, սկսենք աշխատել։ Իմ ձեռքում է աշխատանքային ալբոմի համապատասխան էջը։ Առանձնացնենք քառակուսիները, քանի որ շնիկը պատրաստում ենք քառակուսիով, քառակուսի թղթով մենք առանձնացնենք։ Քանի որ ստացանք երկու քառակուսի, մենք ընտրելու հնարավորություն ունենք, թե որ գույնով աշխատենք։ Հետևաբար ես կնախընտրեի ահա այս գույնով պատրաստել շնիկը։ Ունենք գծապատկերը, եկեք փորձենք գծապատկերով մենք ծալել։ Քառակուսի թուղթը ահա տեղադրում ենք այսպես սեղանի վրա։ Կա միջնագիծը, մենք ծալում ենք ըստ գծի։ Հիշեք, թուղթը թեքում ենք, համադրում ենք երկու կողմերը, թեքեցինք, սեղմեցինք, ծալում ենք և հարթեցնում ենք։ Մենք հարթեցնելու համար ունենք հարթիչ, քանոն, պաղպաղակի փայտիկներ, որ միջոցով ցանկանում եք կարող եք հարթեցնել թղթի ծալագիծը։ Ահա ես հարթեցնում եմ հարթիչով, ինչպես գծապատկերում։ Գծապատկերում մենք տեսնում ենք երկու եռանկյուն ենք ստացել, միջին գծով ծալում ենք այս եռանկյունը։ Ծալեցինք։ Թեքեցինք թուղթը, հարթեցրինք և հարթեցնում ենք ծալքը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ հարթեցնելուց հետո, ահա, մենք ևս ունենք ծալքի գործողություն։ Ուրեմն մեկ անգամ ևս կրկնում եմ, մենք ստացանք սա, հիմա մենք ևս ծալում ենք, հիշեք, թուղթը թեքում ենք, ծալում և հարթեցնում։ Եկեք մեկ գործողություն ևս անել, հաջորդ քայլը սա, այստեղ դուք տեսնում եք ծալագիծ, ահա այս գիծը։ Մենք հիմա փորձենք այս գիծը հետագայում ստանալու համար ավելի հեշտ մի փոքր հիշեք։ Այս եռանկյունաձև պատկերը մի փոքր թեքում ենք դեպի ետ, թեքում ենք, ծալում, հարթեցնում ենք հարթիչով։ Ծալվածքը հետ ենք ծալում և մենք կատարում ենք այս գործողությունը։ Բոլոր ծալվածքները պետք է հարթեցնենք հարթիչով, որպեսզի այն հետագայում ավելի հեշտ լինի և պատրաստվող առարկան լինի գեղեցիկ։ Ահա մենք ստացանք, ծալելուց հետո սա ետ ենք ծալում, մեկ անգամ ևս կրկնեմ։ Ստանալով 4 եռանկյուն, մենք ուրեմն այս եռանկյան վերևի մասը ծալում ենք դեպի ետ, ծալում ենք, հարթեցնում, հետո ուղղում ենք։ Ուղղելուց հետո բաց ենք անում եռանկյունները, մեկը աջ, մեկը ձախ, դարձյալ սեղմում ենք և հարթիչով մեկ անգամ ևս հարթեցնում։ Ահա մենք ունենք, տեսեք, նույն բացվածքը, 1, 2, 3։ Որպեսզի առաջին քայլը մենք կարողանանք կողմնորոշվել, ծալում ենք պոչիկը, մի քիչ կարող ենք գծանշել, մատիտով գծանշել և ծալել։ Քանի որ թուղթը մի քանի անգամ ծալված է, այն կարող է դժվար ծալվել, ոչինչ, սեղմում ենք, թեքում ենք, սեղմում, ծալում, հարթեցնում։ Սա շնիկի պոչիկն է, որը կարող է թեքվել աջ կամ ձախ։ Հիշեք, մենք այստեղ մեկ ծալքել էինք արել, ճիշտ է։ Այո, հիմա այս ծալքը մենք բաց ենք անում, ուշադիր նայեք, մի եռանկյան կողմը պոչիկներ,
իսկ հակառակ կողմը մենք այստեղ բաց ենք անում եւ ունենք ծալքի գիծ, ծալվածք։ Ահա մենք մեկը աջ, տեսեք, աջ եւ ձախ ծալելուց հետո մենք ստանում ենք շնիկի ականջները եւ շնիկի դիմային մասը։ Հա, տեսաք դուք, սիրելի երեխաներ։ Ահա, կարծես թե մեր շնիկը պատրաստ է։ Եվ նա կարող է հենվել ոտքերի վրա, տեսեք։ Ունի պոչիկ, ունի ականջներ, ունի ոտքեր եւ գլխամաս։ Մենք հիմա կարող ենք ձևավորել, իսկ ձևավորումը ինքնուրույն արեք։ Եթե քառակուսի թուղթ չունեք, դուք կարող եք օգտագործել ամսագրերի տարբեր էջեր, որոնք ավելի հետաքրքիր են լինում։ Ահա ինձ մոտ կա պատրաստած տարբեր շնիկներ, տեսեք, ամսագրի էջերից, որոնք հետաքրքիր են լինում եւ սա լինում է ձեր անհատական աշխատանքը։ Մեկ անգամ եւս հիշեցնեմ։ Անվախ շնիկը պատրաստում ենք քառակուսի թղթից, ծալելով երկու տակ, ստանում ենք երկու եռանկյուն, երկու եռանկյունը եւս ծալելով ստանում ենք 4 եռանկյուններ, բայց ոչ կտրած, եւ այնտեղ հաջորդ քայլը դա եռանկյան մի մասը, ուղիղ մասը մենք ծալում ենք, հետո ետ ծալում, ստանում ենք այսպիսի պատկեր, որի դեպքում ծալում ենք առաջին հերթին պոչիկը, հետո նոր դիմացի մասը։ Եվ դրանք ծալելուց հետո, այս սալագծով ծալելուց հետո ստանում ենք շնիկը։ Մենք ստացանք շնիկը։ Հիմա մենք կարող ենք կատարել շնիկի դիմային աշխատանքները։ Աչիկները կարող ենք դնել։ Մի փոքր լեզվակ անել։ Կարող ենք թելիկներից պատրաստել մազափունջ եւ դնել ճակատին, կամ գլխարկ։ Դուք ինչպես ցանկանում եք, այնպես էլ ձևավորեք, սիրելի երեխաներ։ Կրկնում եմ, եթե ուզում եք մեծ շնիկներ, կարող եք վերցնել մեծ թղթեր, ամսագրի թղթեր, ինչպես որ ցանկանում եք։ Ահա մենք ունենք եւս պատրաստած շնիկ։ Միագույն թղթից, նույն տեխնիկայով, ծալման տեխնիկայով։